Հայ կինը միշտ էլ կարևոր սիմվոլ է եղել։ Ճիշտ է, կան ժողովրդական որոշ ձևակերպումներ, որոնք մի տեսակ վիրավորական են հնչում, ասենք աղջիկն չունի հայրենիք, բայց շատ են նաև նրանք, որ ըստ արժանվույն գնահատում են կանանց։ Օրինակ, կնոջ սարքածը Աստված չի սարքում։ Ամեն դեպքում նույնիսկ Հայաստանը բնութագրվում է կնոջ կերպարով եւ ասում ենք Մայր Հայաստան։ Չնայած այն, թե ինչպես է պատկերվում այդ կերպարը ստալինյան բնավորությամբ, կարող է ավելի շատ վախ, քան թե սեր առաջացնել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ունեն կանանց հակասական ընկալում։ Մի կողմից բազմաթիվ հայ հայրեր իրենց նորածին դուստրերին ընկալում են որպես չստացված տղաների եւ հենց այդպես էլ սկսում են վերաբերվել ու դաստիարակել նրանց։ Գուցե սա է պատճառը, որ հայ կանանց մի զգալի մասն իր ողջ կյանքի ընթացքում ապացուցում է, որ ինքն ավելի տղամարդ է, քան բուն տղամարդիկ, եւ պետք է խոստովանել, որ մոտավորապես մի 40-45 տարեկանում այդ կանանց հաջողվում է ի վերջո ծնկի բերել երկար ժամանակ դիմադրություն ցույց տվող տղամարդկանց, իսկ դրանից հետո արժանանում են հայ հասարակության մեջ մշտապես հարգված տղամարդ կին տիտղոսին։ Բայց մյուս կողմից պետք չէ ամեն ինչում միայն վատը տեսնել, քանի որ եթե մեր հասարակության բջիջը ընտանիքն է, ընտանիքի սյունը կինը, իսկ բազմաչարչար մեր երկիրն ու ժողովուրդը կայունության կարիք ունեն, պետք է ընդունել, որ միայն ու միայն ամուր նաիրյան հեզաճկուն բռունցքը կարող է սթափեցնել դեպի հյուսիս նայող հայ տղամարդուն եւ դաստիարակել այնպիսի սերունդ, որ արժանի լինի ազգած քաջացի շտեկին։ Բայց ասվածից հանկարծ չմտածեք, որ հայ կինը մնում է տանը եւ զբաղվում միայն այսպես կոչված ներպետական խնդիրներով։ Նրա ներկայությունը զգալի է ամենուր։ Ասենք տեսնում եք մի պաշտոնյայի, ով արդեն մեղմ ասած բավական հարստություն ունի, սակայն շարունակում է ձեռքից եկածը քերել եւ տանել։ Ինչու՞։ Թվում է, թե այս ճաղատ եւ գեր տղամարդն արդեն ամեն ինչ ունի իրեն երջանիկ ու հաջողակ համարելու համար, սակայն պարզվում է, որ սույն անznավորությանն ամեն օր տանը սպասում է ստալինյան հայացքով մի Մայր Հայաստան, ով ամեն անգամ հետաքրքրվում է, թե ինչ է այսօր կարողացել հայթայթել իր ամուսնյակը։ Կամ ձեզ թվում է ինչու են հայ տղամարդիկ սիրում կացինը վերցնել, բակի ծառերը կտրել եւ օդից ավտոտնակ ստեղծել։ Այդպես նրանք հանդես են գալիս որպես նորօրյա նվաճողներ, ովքեր չեն կարողանում նոր երկրներ նվաճել, փոխարենը նվաճում են փոքրիկ երեխաների երկիրը, խաղահրապարակը։ Ինչու՞։ Որ կինն իրենց տղամարդ համարի։ Ընդհանրապես հայ կնոջ կերպարը վերջին շրջանում ավելի ու ավելի է նույնանում ստվերային տնտեսության հետ։ Բայց զարգացումն էլ ակնհայտ է։ Հայ կինը ի վերջո փոխեց հազարամյակների հայ տղամարդուն, նրան համոզելով, թե պարտադիր չէ, որ տղամարդու վրայից շան հոտ գա, կամ տղամարդկությունը շատ կարճ մազերի ու սև շորերի մեջ չէ։ Շնորհավոր ձեր տոնը։ Գևորգ Էմինտերյան, Սուրենկյուն։